Արագացը մեր լեռնա Տարարան տամ տամ տարարան տամ տարարան տամ տարարան Օպա Բարև ձեզ Սկսվում է նոր էպիզոդ Գարնանային հեռուստասեզոնի Face Control-ի բայց շուրջ բոլորը ձյունա Զմռնոց, սառնամանիք, չէ, սառնամանիք խապեցի, արևը տենց մեկ ու մեջ ծիգրակում է, տակ համբուրվում է ու հետո փախչում է կամ կորչում է։ Ամենայն դեպս արագացում ձմեռային մթնոլորտ է տրամադրություն ու տրամադրվածություն։ Ողջույն ու բարև սիրելի հեռուստադիտող, սիրելի ճամփորդասեր, դու միացել ես Face Control-ին եւ մենք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը նոր էպիզոդ Արագածոտնի մարզից։ Ճիշտ է, Արագած հյուրանոցում մենք նկարահանումներ արել ենք սրանից մոտավորապես 5-6 տարի առաջ, բայց հիմա ամեն ինչ փոխվել է ու փոխվել է դեպի լավը։ Դե իսկ մենք ձեզ հետ միասին գտնվում ենք հիմա հանգստի կիզակետում։ Ինչու կիզակետում, որովհետև այս մեջտեղի հատվածից կարող է քո այս trip-ը բաժանվել երկու հավասար մասերի՝ հյուրանոցային եւ ժամանց գծիկ սպորտային։ Ինչու ժամանց գծիկ սպորտային, որովհետև երեկոյան տուրիստը Արագած սպորտ կենտրոնում կարող է օգտվել շոքեբաղնիքից, համամից, տաքացվող լողավազանից, սպորտ դահլիճ նույնպես կա, բայց ես չեմ եկել այստեղ մարմինս կրթելու, ես եկել եմ այստեղ հանգստանալու։ Չնայած դրա մասին կարելի է մտածել երեկոյան։ Ահա։ Վաու, ես հիշում եմ առաջ ընդունարանը այս հատվածում էր, դե իսկ հիմա դեմ դիմաց։ Սիրունա չէ գրվածքը, Արագած հյուրանոց։ Ողջույն Մերի ջան։ Բարև ձեզ դիգենգը։ Ոնց եք։ Լավ, դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Մենք ձեզ մոտ երկու սենյակ ենք պատվիրել։ Այո, տեղյակ ենք։ Ձեր անձը հաստատող փաստաթուղթ խնդրեմ։ ID կլինի։ Իհարկե։ Սա ձեր բանալին։ Մաղթում եմ ձեզ հաճելի հանգիստ Արագած հյուրանոցում։ Շնորհակալ եմ շատ, Մերի ջան։ Գնացինք։ Так, 13, այս էլ 13։ Ես տեղում եմ, ես պատրաստ եմ, ես գնացի։ Այս էլ մեր հանգիստները։ Ձեզ ասեմ, որ մասամբ փոփոխել են, մասամբ նույնն է մնացել։ Համենայն դեպս այս տոները մշուշոտ տենց հիշում եմ։ Այս հին վերսիան է, այս էլ նոր երկսենյականոց բնակարանի տպավորությունը, որովհետև ահռելի մեծ տարածություն ունենք։ Այս հյուրասենյակն է, պակասում է միայն խոհանոցային հատվածը, բայց դե կոմպենսացրել ենք։ Թեյնիկ բաժակներ, այստեղ ինչ ունենք։ Ջուր, սառը սուրճ, իմ սիրելի Rio Grande, որ ընտրենք 3-1-ում, արի ես սթրոնգ վերցնեմ, քեզ էլ կլասիկ տարբերակը տամ։ Ոնց են ասում, մեռնեմ ես քո կլասիկ ջան։ Ինչ վերաբերում է հարմարություններին, աշխատանքային զոնա, փափուկ կահույք, իդեպ ճամփրուկը դնելու հարմարություն նույնպես կա սենյակում, արկա է վերջությունը։ Հիմա շատ-շատերը ինձ հետ համակարծիք կլինեն, Rio Grande-ն հայկական շուկայում հանդիսանում է լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը, թե սառը վիճակում, թե լուծվող, թե եփվող, մի խոսքով տեսականին առատ է։ Սիրտդ որը կուզի, ուզում եմ ոչ մի բան բաց չթողնեմ։ Так, այս մեր ննջասենյակն է։ Այ, այստեղ ամեն բան նոր է, սենյակային, մահճակալային տոներ են, այն որ ագրեսիվ ոչ մի բան չկա։ Մտել ես ննջասենյակ, հանգստացի, այս գույները իսկն են, 3 բարձերի արկայություն, այս հրա իմաստը երբեք չեմ հասկացել։ Շատ ֆիլմերում եմ տեսել գեղարվեստական, բայց չգիտեմ ինչի համար է, սա այստեղ դրված։ Ոմանք ասում են, որ հողաթափերը հագնելու համար են, ոմանք ասում են ներքնազգեստը այստեղ թողնելու համար են, բայց ես ավելի լավ տարբերակ կառաջարկեմ մարմնակրթություն։ Պրես, հայրեն ոնց կլինի չգիտեմ, գնացինք։ 1, 2, 3,
4 5 Ես 10-ով կեզրափակվեմ, բայց դուք 3 մոտեցմամբ գոնե 30 հատ արեք։ Սանհանգույցը մեր թաքնվել է ննջասենյակի այս հատվածում։ Լտես է, զգեստա պահարանն էլ աստեղ թաքնվել։ Ձակ, սրբիչներ, խալատներ, տաք ծածկոց։ Վախ։ Տես, հիմա էլի ու նորից պետք է խոսեմ տոներից, որովհետև այս գույները ճիշտ ընտրված շատ բան են ասում հյուրանոցի մասին, ննջասենյակի մասին, սանհանգույցի մասին, հյուրասենյակի մասին, ոնց որ տենց ստորագրություն լինեն, շտամպ լինեն, կնիք լինեն, հասկանում ես, սենց հյութալի գույներ են, սենց հարուստ գույներ են, աղա գույներ են, չվախենամ այդ բառից, եւ սալահատակը, եւ պատերը, ներկառուցված սանտեխնիկան, տեսեք ինչ կոկիկ ճիշտ տպավորություն է թողնում տուրիստի վրա, հողաթափեր միանգամյա օգտագործման, վարսահարդարիչ, խնամքի պարագաներ ու պապիրուս։ Ես ձեզ մեր նախորդ հաղորդումներում նշեցի, ասեցի, որ պապիրուսը փոխել է իր կարգախոսը եւ հետ այսու պետք է ասել, որ պապիրուսը սեր է։ Ինչից է դա գալիս։ Երբ որևէ մեկի հետ խոսում ես պապիրուսի արտադրանքի մասին, անկախ քեզնից կամ անկախ դիմացինից, ժպիտ է գալիս դեմքին։ Այստեղ հասկանում ես, որ պապիրուսը իսկապես էլ սեր է, իր տարբեր դրսևորման ձևերով։ Ի հեճուկս եղանակային պայմաններին որոշեցինք ճամփորդել ու Արագածից մինչև Ուշի մոտավորապես 24-25 րոպե։ Եկանք ձեզ ցուցադրելու արդեն ամրաշինարարական աշխատանքներով լի Ուշիի Բերդ ամրոցը կամ ինչպես ժողովուրդն է ասում Սուրբ Սարգիս եկեղեցին։ Տեր Փարեն ջան, օրհնեցեք։ Աստված օրհնի։ Ոնց եք։ Լավ փառք ասու, դուք ինչպես եք։ Այսօր ուզում ենք մի հատ տենց չկրկնվող, հետաքրքիր, հոգևոր էքսկուրսիա ունենանք ձեզ հետ միասին, միշտ հաճելի է կիրթ ու բանիմաց հոգևորականի հետ շրջել, զրուցել։ Սկսենք նրանից, որ ինքը հիմա համարվում է թագավորանիստ, թե հոգևոր կենտրոն է։ Նախ շնորհակալ եմ, որ այցելել եք մեզ, ձեր տուն, բոլորիս տուն։ Սա առաջին հերթին բոլոր մեր եկեղեցիներ հոգևոր կենտրոններ են։ Ցավոք սրտի տարիներ շարունակ ինքը իր նպատակին չի ծառայել, բայց այնուամենայնիվ ժողովուրդը իր հոգևոր պահանջմունքները, իր աղոթքը բավարարել է այստեղ, գալով այստեղ աղոթք անելով։ Հայոց աշխարհում առաջին Սուրբ Սարգիս մատուռ դամբարան եկեղեցին է եղել։ Ինչու՞, որովհետև այստեղ է Սուրբ Մեսրոպ Մաշտոցը բերել եւ զետեղել Սուրբ Սարգսի մասունքները։ Եվ կառուցվել է Սուրբ Սարգիս մատուռը 4-ից 7-րդ դարերում։ Այ ասում են մասունքը այստեղ է, մասունքը այստեղ է, ու ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում կա Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցի, մատուռ, սրբավայր որևէ, որտեղ ժողովուրդն էլ ասում է, որ մասունքը այստեղ է։ Փաստորեն առաջինը այստեղ է եղել։ Առաջինը այստեղ է եղել։ Ինչ են անում, մասունքը մասնատում են, հա։ Մասունքը, ուրեմն ամբողջ քրիստոնեական աշխարհում սովորույթ կա, սրբացված սովորույթ, որ Սուրբի մասունքը տարբեր մասերի է բաժանված, դրա համար էլ կոչվում է մասունք։ Հա։ Ամբողջ մարմինը չէ մասունք։ Օրինակ Սուրբ Սարգսի մասունքարաններ կան հիմա Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Մենք Սուրբ Սարգսի տոնին բոլորովին վերջերս, որ այստեղ տոնակատարություն եղավ, պատարակ եղավ, մասունքարան էինք բերել, խաչի մեջ զետեղված Սուրբ Սարգսի ոսկոր մասունքը եւ ժողովուրդը հնարավորություն ունեցավ մոտենալու եւ համբուրելու մասունքը, մասունքարանը եւ առաջին հերթին երիտասարդները։ Ինչու, որովհետեւ վեհապար հայրապետի կողմից այս տոնը համարվում է երիտասարդների օրհնության օր եւ այստեղ է, որ մեծ տոնակատարություն է լինում։ Իհարկե Հայաստանի տարբեր տեղերում կան Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներ եւ այնտեղ էլ տարվում է այլ մասունք,
կա գեղեցիկ ավանդույթ, որ թափորով հոգևորականների եւ հավատացյալների շարականների երկեցողության ուղեկցությամբ խոնարհումով մասունքը տեղափոխում են մեկ օրվա ընթացքում մի քանի Սուրբ Սարգիս անունը կրող եկեղեցիներ, ահա։ Մեր օրինակով ես կարող եմ ասել, առավոտյան մասունքը բերեցինք այստեղ, պատարակ եղավ, եւ այստեղից մասունքը մենք տարանք Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցին եւ այնտեղ էլ մինչեւ երեկո մնաց մասունք եւ ժողովուրդը հնարավորություն ունեցավ գալու եւ խոնարհվելու եւ ոչ թե պաշտելու Սուրբին, այս շատ կարեւոր է, այլ Սուրբի բարեխոսությունը խնդրելու առ Աստված։ Օրհնությունը ստանալու այդ ուժը ստանալու։ Փաստորեն դրա համար է ինքը համարվում շատ զիլ ուխտատեղի, հա, Սուրբ Սարգիսը։ Այո, որովհետև Սուրբ Սարգիսը, եթե մենք Սուրբ Սարգսի վարքը կարդում ենք եւ առհասարակ բոլոր մեր սուրբերի վարքագրությանը, երբ որ ծանոթանում ենք, տեսնում ենք իրենց կերպարը, իրենց ամուր կանգնելը, իրենց Քրիստոսի նկատմամբ անսահման սերը, չնայած տարբեր առաջարկներին, չնայած տարբեր սպառնալիքներին, երկու ուղղությամբ են, չէ՞, ընդհանրապես մարդուն փորձում գայթակղել դրական եւ բացասական, մեկը դրականը պարգևներն են, խոստումներն են, բացասականը սպառնալիքներն են։ Այդ երկու գայթակղություններին էլ մեր սուրբերը մշտապես ոչ են ասել եւ սրբացվել են։ Ասենք որ եկեղեցու սկիզբը, շինարարության սկիզբը օրհնել է հենց Վեհափառ Հայրապետը։ Վաու։ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ է սա եղել, այստեղ հոգևոր կարգ է կատարվել եւ առաջ Աստված թող Տերը ուժ, իմաստություն, ամփորձանք օրեր պարգևի, որպեսզի մենք կարողանանք մյուս անգամները, երբ որ հանդիպենք, արդեն շեն եկեղեցու միասին աղոթք անենք։ Այս ամեն ինչը նոր է։ Դեր Փարեն Բերթաքաղաք ա եղել թե ինձ ա թվում, որովհետև տան հետքեր կան, բնակատեղի ա հիշեցնում, այգիներ են հիշեցնում, հələ պատտվեք այս փեշի վրա ասենց, ինչ եք կարծում։ Նայեք, մեր վանքերը հենց դրա համար էլ կոչվել են վանքեր։ Միայն աղոթելու, այսպես, եթե թույլ տրվի ինձ ասել, պասիվ վայրեր չեն եղել։ Վանական համալիր է եղել եւ վանական համալիրը չի ենթադրում միայն եկեղեցի կոմպլեքս եւ խուց, որտեղ կարդում են։ Դա եղել է իհարկե, առաջին եղել է առ Աստված աղոթք, Աստծու հետ կապ, հետո միտքն են մեր վանքերում զարգացրել, տարբեր վանքեր եղել են մեր մտքի կենտրոնները, լավ գիտեք, տարբեր տեղերի վանքեր են։ Այնտեղ ծնվել են գրքեր, որ հիմա մենք դրանով ապրում ենք։ Եվ բացի դրանից ունեցել է վանքը նաև տնտեսություն։ Լինում է, չէ, գնում են տեսնում են, ասենք, չգիտեմ, վանական համալիրի մոտ ինչ որ մեղվաբուծարան է կամ ֆերմա կա, ինչով որ աշխատում են, չգիտեմ, տարիներ առաջ դադիվանքում նույնիսկ ականատես եղա դրան, ասում են, «Վայ, եկեղեցին, եկեղեցու մոտ մեղր են ծախում կամ չգիտեմ, մեղր են սարքում», բայց մարդիկ ոնց ապրեն կամ ինչով զբաղվեն, էսա, չէ, այս միտքն է առաջ գալիս։ Ուրեմն մեր հեռուստադիտողներին ասենք, որ դա զարմանալը իրենց, վատ իմաստով զարմանալը Օդով չեն սնվում ու ապրում եկեղեցականները, որովհետև եկեղեցին միշտ մենք ասում ենք, առաջին հերթին Աստվածահիմն կառույցը եւ Աստծո տունն է, բայց բացի դրանից ինքը տնտեսությունը։ Մարդիկ պիտի, ինչպես դուք եք ասում, սնվեն, մարդիկ ամբողջ աշխարհում իմիջիայլոցով, ամբողջ քրիստոնեական աշխարհում հիմա կարող են գնալ, ես հիշում եմ մի քանի տարի առաջ մենք վանական համալիր էինք այցելել Կիպրոսում եւ այնտեղ նորից ամեն ինչ կար, տնտեսություն կար եւ չգիտես ինչի մեր հայերը չեն զարմանում այդ տնտեսության վրա, բայց երբ որ հայ եկեղեցում տեսնում են փեթակներ մեղվի կամ չգիտեմ անասունների ֆերմա եւ այլ զարմանում են ու թվում է թե պիտի եկեղեցին միայն այդ փակ, այդ ես միշտ սիրում եմ ասել, եկեղեցին խեղճություն չէ, եկեղեցին խոնարհություն է, խոնարհությունը քաջությանը եւ ապրելուն չի խանգարում, ընդհակառակը իրենք իրար փող լրացնում են։ Ուրեմն զարմանալ պետք չէ։ Կարծում եմ, որ պետք են sense ինֆորմատիվ զրույցներ շատ հաճախ հեռուստաեթերում, որպեսզի մարդիկ էլ հասկանան, մարդիկ էլ ըմբռնեն, երևի դա սխալ ինֆորմացիայի աղբյուր կա ինչ որ տեղ, որ այդ դեմը փակ էս այդ աղբյուրի, որ հոսք չլինի, որովհետև մեկից մյուս այն, մյուսից այն, մյուսից այն, մյուսը արդեն սկսվում է գայթակղության տեղի է տալիս, մարդիկ մտածում են, որ այ տեսեք, երբ որ հոգևորականը
այգի է մշակում կամ երբ որ հոգևորականը ինչ-որ մեղվաբուծությամբ է զբաղվում, իհարկե դա հոգևորականի առաջնահերթ զբաղմունքը չէ, բայց զբաղմունք է, վանքերում այդպես ընդունված է եղել։ Ոնց է ստացվում, որ մեր հնուց եկած ծեսերը, որոնք անմիջականորեն կապված են բազմաստվածության հետ, մնացել են մինչ օրս մեր եկեղեցիներում կամ անվանափոխվել են։ Շատ տեղին հարց է, որովհետև այս վերջերս մեզ շատ են մեղադրում ասելով, որ քրիստոնյա եք, ինչու համար եք հեթանոսական տոները պահում։ Նախ հարցը դա հեթանոսական տոն է, թե չէ, բայց եթե նույնիսկ դրանք հեթանոսական տոներ են, օրինակ Վարդավառի իրար վրա ջուր ցողելը, չգիտեմ, Ծաղկազարդին, այլ տոներին, երբ որ ավետարանը կարդում ենք, Հիսուս Քրիստոս ասում է, ես չեկա օրենքը ջնջելու, այլ լրացնելու։ Երբեք հինը արդեն ավանդականը, ամեն գյուղ ունի տարբեր ավանդույթներ։ Եկեղեցին հարգում է մարդկանց ավանդույթները։ Իհարկե այն ավանդույթները, որոնք չեն հակասում քրիստոնեությանը կամ քրիստոնեական ծեսերին։ Սուրբ Զատիկը, օրինակ, հավկիթակռիվ է։ Չէ, գեղեցիկ սովորույթ է, չէ, քրիստոնեական կամ տարբեր տեսակ երեխաների խաղերը, կամ Վարդավառի իրար վրա ջուր ցողելը, Ծաղկազարդի ճյուղը, Դիարմ Ընթառաջի այդ կրակի շուրջը պտտվելը, ցածկելը եւ այլն։ Մենք ասում ենք իմաստ չպետքա դնենք, օրինակ կրակի, կրակը մեզ չի օգնում կամ փրկում, Աստվածը մեզ փրկում, բայց հիմա երբ որ մենք մեկի ստանը խնջույք է լինում, ծնունդ է լինում, ինչ անենք, գեղեցիկ սովորույթները հանենք, ասենք միայն նստենք սեղանի շուրջ, լուրջ իրար բարեմաղթանքներ հղենք եւ օրինակ ծննդյան այդ գեղեցիկ տորտը չփչենք։ Շատ կենցաղային օրինակ եմ բերում ես, բայց քրիստոնեությունը ու հայ եկեղեցին նամանավանդ մեզ հայերիս համար մարդասեր եւ մարդակենտրոն ինստիտուտ է եղել։ Ու է։ Վերադառնալով Ուշի վանական համալիրին մի քանի գրականություններում կարդացի, որ երկրաշարժերն են հիմնական դրդապատճառը եղել կործանման, մի քանի տեղ գրած էր, որ արաբական արշավանքները, մի քանի տեղ էլ գրած էր, որ բացի թողի վիճակ, անխնա վիճակ։ Ուրեմն գիտենք, որ 1827 թվականին երկրաշարժ է եղել։ Օտար զավթիչները իրենց դրթիչ ուժը երբ որ զավթել են, ինչն է եղել։ Մենք պատմությունից ծանոթ ենք։ Իրենք չեն եկել որպեսի տիրապետեն այդ զինվորները հասարակ։ Իրենց ասել են գնացեք, գրավեք եւ ավարը վերցրեք։ Հավատից զրկեք։ Հավատից զրկեք, ավարը վերցրեք, ինչ են արել, եկել են եւ իրենց այդ ամբողջ ուժով ինչքան վատ բան կա արել են, բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ դարեր հետո հիմա արդեն վեր է խոյանում։ Մի քիչ մեր հերոստատիտողի համար էլ པարզ դարձնենք, ուրեմն Զարթոնքի ապրում Ուշի բանական համալիրը իր 3 եկեղեցիներով, իսկ փոքրը կարելի է եկեղեցի անվանել, թե ինքը մատուր է։ Ինքը մատուր է, այդտեղ է հենց զետեղել, այստեղ է բերել զետեղել Սուրբ Մեսրոպ Մաշտոցը։ Հիմա սա կա եւ ամեն տարի Սուրբ Սարգսի տոնին այստեղ պատարակ է մատուցվում եւ հաճախակի պատարակներ են մատուցվում արդեն այստեղ։ Ուրեմն այս մասը որ կա 5-ից 7-րդ դարեր, սա արդեն 13-րդ 14-րդ դարեր, իսկ սա գավիթն է։ Գավիթն է իր զանգակատնով մինչև 17-րդ դար կառուցվել է եկեղեցին, հետագայում ինչպես արդեն ասացինք երկրաշարժից, տարբեր տեսակի ասպատակություններից խոնարհվել է։ Այստեղ ոնց հասկացա, գտածոներն են, բարավորն է, մասունքի պես դրվել են այստեղ։ Չեն օգտագործվելու եկեղեցի։ Կարծում եմ, որ պիտի օգտագործեն, որովհետև տեսեք համարակալված են։ Ընդհանրապես եկեղեցաշինության մեջ կամ հին շինարարական աշխատանքների մեջ որքանով որ ես տեղյակ եմ, ընդունված է, որ հնարավորինս օգտագործեն հին քարը։ Տեսնելով այս գեղեցիկ բնապատկերները, ակամայից ուզում եմ շնորհակալություն հայտնել, չէ՞, դարաշրջանում այստեղի հոգևորականներին, որ քարը քարին են դրել ու մեզ են կտակել այս կարգի ժառանգություն։ Տեր Փարեն ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ գեղեցիկ չկրկնվող իմաստալից զրույցի համար եւ էքսկուրսիայի համար։ Հուսով եմ, որ շատ-շատ
տուրիստներ, հայրենադարձներ, հայրենասերներ իմ կարգավիճակում կլինեն եւ կխնդրեն ձեզնից մոտավորապես 10-15 րոպե, որպեսզի եւ զրուցեն, եւ հոգին թեթևացնեն, եւ հաճելի է, ինչ խոսք։ Աստված օրհնի ձեզ, ես եմ շնորհակալ։ Մենք հոգևորականներս միշտ պատրաստ ենք եւ առաջ Աստված տեսնում ենք այս թոհու բոհը, շինարարական այդ գեղեցիկ Երուսաղեմը, առաջ Աստված մենք մյուս անգամները երբ որ հանդիպենք կամաց վեր կխոյանա եւ մի օր էլ միասին այստեղ արդեն կանգնած եկեղեցու մեջ միասին պատարագի կմասնակցենք։ Ու կհիշենք այս օրերը։ Ու գիշենք այս։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Օրը մտնեց եւ բնականաբար պետք է զբաղվել մարմնի ռելաքսինգով։ Կհարցնեք ինչու է մոժիտով, որովհետեւ կոմպլեքսում խալաթներ չեն տալիս։ Դուք ձեր սենյակից ձեր խալաթները ձեզ հետ բերեք։ Այստեղ տալիս են միայն սրբիչներ։ Ոնց էր ասում Մարկոս Աղաթելյան. Свадьба, жизни только растажում ենք։ Ու մեզ ողջունում են Նունե, բարի ողջույն։ Բարև ձեզ։ Ինչ կառաջարկեք, ինչով կարող եմ լցնել իմ երեկոն ժամանցի տեսանկյունից։ Իդեալական վայր եք ընտրել։ Ես ես կարող եմ ուղեկցել, տեսնեք մեր ամբողջ սպորտային ակումբը։ Մենք ունենք մեծ ջրային գոտի, մեծ ընդարձակ փակ տաքացվող լողավազանով, ունենք նաև փոքր լողավազան, կարող եք հանգստանալ ջակուզիում, լիարժեք լիցքաթափվել համամում, շոգեբաղնիքում։ Եվ եթե ցանկություն ունեք, նաև մարզասրահից նույնպես կարող եք օգտվել։ Նույն այսպեսի մի հարց, եթե ես հյուրանոցի հյուր չեմ, այսինքն ոնց է կարգավորում այդ հարցը, այսինքն ես պետք է գամ, վճարեմ կամ աբոնեմենտ վերցնեմ։ Երկու տարբերակն է գործում, արդեն կամքը ձերն է, թե ինչպես եք ցանկանում, եւ մենք ունենք օրական տարբերակ եւ նաև շատ հարմար փաթեթների առաջարկ։ Փաթեթի տարբերակում երևի գնային սանդղակը իջնում է, չէ՞։ Այո։ Շատ քիչ։ Դե միջին։ Հարմար։ Այո։ Սկսենք մեր էքսկուրսիան։ Իհարկե։ Օժիտս թողեմ ստեղ։ Ահա, շատ բարի։ Այստեղ մենք մի շատ լավ ավանդույթ ունենք, առանց բախիների առաջ չեն գնում, կարող եք դստել։ Տեսեն, ունեն արդեն պրոֆեսիոնալ է։ Իմ մոտ հենց սկսնակ կարգավիճակը։ Այսպես առաջացեք աջ կողմով։ Բա օպերատորը։ Տղաների հանդերձարանն է, կանանց հանդերձարանը, դուք տղամարդկանց հանդերձարանով ձախ կողմով դուրս եկեք, այնտեղ կհանդիպենք։ Շփոթվողներ լինում են։ Իհարկե։ Հանդիպեցինք նույնպես։ Վաու։ Լողավազաններ եմ ասել։ Սա մեր մեծ լողավազանն է։ Ահա։ 25 մետր երկարությամբ, 1.50-ից 1.70 խորությամբ։ Լայնքն էլ է։ Լայնքն բավականին օլիմպիական լողավազան է։ Վերևում ունենք փոքր լողավազան, փոքրերի համար նախատեսված։ Ջրի ջերմաստիճանը պահպանում է նորմալ սահմաններում։ Այստեղ ունենք ջակուզի, հանգստի համար, շոգեբաղնիկ եւ համամ կարող ենք առաջանալ տեսնել։ Բարի։ Անկեղծ առաջին անգամ եմ sense բան տեսնում, մուտքը 16 տարեկանից փաստորեն սահմանափակում կա, հա։ Այո, սահմանափակում ունենք եւ մարզասրահում եւ համամում եւ շոգեբաղնիկում երեխաների առողջությունից ելնելով։ Այսինքն 16 բոլորած երիտասարդները, պարմանիներն ու պարմանուհիները կարող են Այո, գալ։ այո։ Ֆանտաստիկ է։ Շնորհակալություն Նունե ջան, գնանք կերպարանափոխվենք։ Ասեմ շնորհակալ համեցեք։ Մերսի։ Վերջ, ես ասում եմ իմ հիմնական գործին հանգիստ ու լիցքաթափվել։ Չէ, այն որ լուրջ կայֆ տեղ է։ Վերջ, բարի գիշեր ու անուշ երազներ։ Գնացինք։ Հիշում եք, չէ, երբ ասում է, երբ բացվում է առավոտը, մեր լույս Արագածի վրա։ Բարի առավոտ Արագածի փեշերից, սիրելի հեռուստադիտող ու տուրիստ։ Այստեղ գործում է կրկին նորից երկու տարբերակ։ Վերցնում եք սենյակը ընթրիքով կամ առանց։ Այսինքն ընթրիքի համար հավելյալ վճարում եք, իսկ նախաճաշի համար վճարել պետք չէ, որովհետև նախաճաշը մտնում է ձեր վճարած սենյակի գումարի մեջ։ Ոնց է կարոտել այս գյուղական կաթնաշորը։ Սեր, թթվա սեր։
Այս process-ն եմ սիրում։ Հոպ։ Սուրճ։ Ու առանց շաքարավազի։ Ասել եմ, ասում եմ ու միշտ կասեմ։ Սիրելի հեռուստադիտող եւ տուրիստ, նախաճաշը ձեր օրվա ամենակարևոր սնունդն է։ Նախաճաշեք, նոր հետո ճամփորդեք, բայց նես ձևական չէ։ Ալոտնի նախաճաշեք։ Անենց հետաքրքիր է, դուք եք քիչ-քիչ նախաճաշում։ Այսինքն սկզբից կատնամթեք, հետո մի քանի տակ ու վերջում սուրճ։ Այ հիմա կիսամարտ կարգավիճակից դառնում ես լիարժեք։ Բարի առավոտ։ Լավ նախաճաշից հետո սկսում ենք մեր ճանապարհորդական երկրորդ օրը։ Սիրելի տուրիստներ, համարյա հյուրանոցի մոտ ենք։ Վարդենուտ գյուղում այն ինչ ցուցադրելու ենք, հաստատ տեսած չեք լինի, լսած էլ չեք լինի, միգուցե լինեն մարդիկ, ովքեր լսած լինեն։ Այդ լսած մարդկանցից մեկը Սուրենն է։ Սուրեն ջան, ողջույն։ Ողջույն։ Ոնց ես։ Շնորհակալություն։ Ինչ կասես մեզ այս Բերթի մասին, այս հին բնակատեղի մասին, այս գերեզմանատան մասին, եկեղեցու մասին։ Դե բնակատեղին մենք այստեղ բնակվել ենք 1828 թվականից։ Ահա։ Գյուղն հիմնադրել է։ Սկզբից կոչվել է Վարդենիս, հետո Բերթատակ, նոր Վարդենուտ։ Բերթատակ ենթադրում եմ Բերթը կա դրա համար։ Բերթիտակ, այստեղ մի բերթ չկա, մեկ այստեղ է, մեկ էլ վերևն է։ Երկու բերթ է։ Բայց Բերթից մենակ շարվածքներն են, հա մնացել։ Շարվածքները այստեղ մնացել է մի մետրի բարձրության, սրբատաշ բերթ է ինքն։ Միջնաբերթն է հիմնական։ Ահա։ Բերթի պարիսպներ մեկ այստեղ է։ Վերևում անտեղ որ հետագայում նայենք երևում է տեղեր են։ Դե եկեք Սուրեն ջան, եկեք գնանք համել կզրուցենք, ոնց է գյուղում կյանք ընթանում։ Կյանք են աշխատողի համար, լավաճ աշխատողի համար են։ Շատ վատա։ Վատա։ Այս պարիսպները երևի վնասվել են, հա, ճանապարհը։ Ճանապարհը կառուցելու համար քանդել ենք, միտեղ վերանորոգ են մնացել է։ Հա, էս է այդ տունը։ Ինչ եք մտածում, Սուրեն, մոտավորապես մի 300 տարվա պատմություն կունենա։ Կունենա։ Ասում եմ հələ մի պահ պատկերացրեք էլ ինչ սիրուն է, եկեղեցու մոտ, տենց Բերթի մոտ, ռեսպեկտերը ոնց են մնացել։Ոնտերը մնացել, քանդվել է, էլի։ Հա, թրենդից հետ չմնամ, ես էլ ես կոտրեմ։ Բակային տարածք էլ է ունեցել, Սուրեն, ոնց հասկացա։ Հա, բա ոչ ամեն ինչ էլ ունեցել են։ Էս էլ հին հազարաշենի ձևն է։ Ձևն ասենց։ Այնը հերթիկներ իր լուսավորության համար։ Հա։ Ու ծուխը դուրս գալու Հա։ համար։ Էս ինչի համար է։ Բան էր, այստեղ խնոցի էր, Մարմնակարդ- խնոցինը տեղից են։ Հա, ես մացա ժիման։ Չէ։ Այս բան է, սանդերն այստեղ այն ժամանակ բան է, կանափով տոլմա փաթելու համար։ Հա։ Սրանց մեջն ինձ էցում։ Սուրեն ջան, ես գիտեի այդ գաստրո մշակույթը տոլմա կանեփով գալիս է Գեղարքունիքի մարզից, բայց արի ու տես որ Հա, մենք էլ ենք ունեցել, մենք էլ ենք օգտագործել։ Այդ երևի հնուց բերված մեր մշո դաշտից։ Ավանդույթ է, որ կիրառվել է նորից ստեղել։ Մեր Գեղարքունիքն էլ նույն բան են, ժողովուրդն են։ հասկանալի։ Մեկ էս են մնացել են Մարտունի, Քավար, կեսը եկել են Աբարան, մեր բանից։ Ակցենտից էլ է։ Հա։ Կա չէ՞ տենց։ Դե ակցենտը չեն Քաղցրահնչում բարբար։ Իրար հետ են դեղից գաղթից կես են մնացել են դե, կեսը եկել են ստե։ Փաստորեն ես մի քանի քառակուսի մետրում մարդիկ եփել են, քնել են, Քնել են ամեն ինչ ապրել են։ տեղերա։ 7 երեխա իրանց ամուսիներ, մեկ էլ իրանց պարավներ են։
Ո՞նց են հասցրել, որտեղ են։ Ստեղ ես հիշում եմ մի հատ թախտը ստեղ է դրած։ Հա։ Մի հատ ընդեղ է դրած։ Ընդեղ մի հատ կուշետկա էր։ Ու մնացածն էլ արդեն լիժենկեքի վրան քնում են էլի։ Աստորեն ստացվում է ասում են, որ դուք նաև պահում ու պահպանում եք այս հնությունը։ Դե քանդվել է մի քիչ վերանորոգ ենք այս տարի տերեն թույլատրել որ վերանորոգ ենք դինա կարան։ Տերել ունի։ Հա ոչ չէ։ Հա, բարձա։ Ինչ որ մեկի սեփականություն։ Մեկի սեփականություն է։ Այսինքն սերնդե սերունդ անցած սեփականության մասին է խոսքը։ Իմը իրանցն է, իրանց սեփականությունը։ Նայ, շաղախի փոխարեն մարդիկ ինչով են անցքերը փակել, հա, սվաղել։ Էս ի՞նչ է լսի։ Ծաղոտ է, ինչ է։ Եսի կավան ծաղոտի հետ շաղը բան են արել։ Աթարել կարա լինի, թե չէ։ Հնարավոր է, բայց շենքի մեջ է դժվար աթարով։ Կավի հետ շաղախերեն փակել են ծակերն էլ։ Նախնական զրույցում հասկացա, որ ունեցել ենք նաև հորեր 21-րդ դարում ասա սառնարաններ, հա, որտեղ ինչ որ մթերք է պահվել։ Ցորեն են պահել։ Մենակ ցորեն։ Կոլխոզի ժամանակ մենք լսել ենք ցորեն, դրանից առաջ թե ինչ են պահել մենք չենք կարող ասել։ Երկու հոր, հա։ Երկու հոր է, էստեղ է, էս տարածությունն է։ Հա։ Դրանքից է, էլի, շենքին կից է։ Ժամանակին ցորեն են պահել։ Դրանից առաջ էլ չեն կարող ասել թե ինչ եղե, ինչի համար են օգտագործել։ Շարվածքներն են մնացել, մեկ էլ այս կողմից ոնց որ այն կողմից բուրգ լինի։ Հա։ Թե այդ մեծ քարեր ոնց են շարել, դա էլ անհայտ է։ Սուրեն, իսկ ինչ տարիքի է իր այդ ժամանակ, որ հիշում ես այս ամեն ինչը։ Մենք երկրորդ դասարանին իր աստղեն իմ դասարանից էլ է։ Հա։ Մեծ տղեն ինքը մահացել է։ Մենք այստեղ շատ ենք խաղացել, շատ ենք հացկել, վերջապես արևան ենք էլի։ Մանկություն եք արել։ Մանկություն ենք արել։ Ես գիտեմ, որ այս եկեղեցին 13-րդ դարի է ու զարմանալին գիտեք, որ նա սիրելի հեռուստադիտող, որ ամբողջ Հայաստանում միակ եկեղեցին է, ով կրում է Սուրբ Մերկուրիոս անունը։ Մերկուրիոս զորավար է, որը նահատակվել է։ Հիսուսին ձեռք մեկնեց։ Հա։ Ինչ ձևի, ինչ նպատակով դրել են Մերկուրիոսը։ Գործող եկեղեցի։ Գործող եկեղեցի, հա։ Ամիս մի անգամ պատարակ կա։ Ամիս մի անգամ թե ամեն կիրակի։ Չէ, ամեն կիրակի չի, մի քահանայա 5 գյուղ է։ Հա։ Հերթով ամիս մի անգամ մեզ ասնում։ Մերսի ձեզ շատ այս գեղեցիկ զրույցի համար, լավ հիշողությունների համար ու բացահայտումների համար։ Միշտ համեցեք, պատրաստ ենք ուրասիրելու, օգնելու ինչ որ կա։ Սիրելի հետևորդ, սիրելի հեռուստադիտող, շարունակվում են մեր բացահայտումները Արագածոտնի մարզում եւ մենք եկանք Աղցք գյուղ։ Չէ՞ տարօրինակ անունա, չէ՞, Աղցք։ Հետաքրքիր վարկածներ կան ծագումնաբանության հետ, բայց ես ընտրել եմ ձեզ ներկայացնելու մեկը, ինչը ավելի հավանական եմ համարում։ Ուրեմն տարածքում եղել են աղային հողեր, աղային բլուրներ, աղային ջրեր, այս աղ բառն է եւ ՑՔ ցույց է տալիս տեղանք, վայր, գյուղատեղի, աղ եւ վայր, Աղցք։ Այ հայացքներ եմ ասել, այ ուժ եմ ասել։ Եկեք միասին ողջունենք մեր արքաներին, մեր թագավորներին, Արշակունյաց տոհմից։ Արշակունիները իշխել են Հայաստանում մոտ 66-ից 428 թվականները եւ հենց այս տոհմի օրոք Հայաստանը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին։ Ես սիրում եմ մեր հեռուստածրագիրը նրա համար, որ հնարավորություն է տալիս ինձ եւ ինձ հետ միասին մեր ստեղծագործական կազմին, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայությանը ծանոթանալու հայկական ոչ միայն մշակույթի հետ, այլ նաեւ հայոց ծագումնաբանության հետ։ Այս պատասխանատվության զգացումը,
մեջդ այնքան է այս ամեն ինչը խմորվում, որ դառնում է մի շատ ծանր զանգված, ես փորձում եմ նկարագրել հիմա իմ մեջ ինչա կատարվում։ Ու այդ զանգվածը քեզ այնքան է ծանրացնում, որ խոսքերն էլ չեն հերիքում, նկարագրես այն ամենը, ինչ զգում ես։ Ու ես փորձում եմ այդ ամենը փոխանցել հեռուստաէկրանների մյուս կողմը։ Շատ է պարտավորեցնում, շատ է ինքնագնահատականդ բարձրացնում, որովհետև խոսում ես մեծամեծերից, տվյալ պարագայում թագավորներից։ Այս դամբարանի հետ ամենահայտնի ու տարածված պատմությունը ներկայացնեմ ձեր ուշադրությանը, չնայած համոզված եմ, որ շատ շատերդ լսել եք։ Ուրեմն 4-րդ դարի մեր պատմիչները, Բյուզանդը, Խորենացին, իրենց հիշատակություններում ասում են, որ Սասանյան Պարսկաստանը 4-րդ դարում փորձել է պղծել մեր թագավորների մասունքները։ Ուզեցել են փորեն գերեզմանները, ես չգիտեմ, ոսկորները հանեն, մասունքները հանեն, բայց հայերը զգալով վտանգը գիշերով ծածուկ թաքուն գալիս են եւ մասունքները, ինչպես նաեւ ոսկորները հանում գերեզմաններից։ Ժամանակ հետո կրկին վերաթաղում։ Այս տարածված պատմությունը խոսում է հայի արժանապատվության մասին։ Այս պատմությունը խոսում է հայի լավ տեսակ լինելու մասին։ Հարգանք սեփական պատմության մեծերի հանդեպ։ Ուրեմն տարածքը ձեզ գոհացնելու է։ Ինչի եմ սա ասում, որովհետև ոչ միայն դամբարանա դաշտ է, այլ նաև հոգևոր կենտրոն։ Այսինքն երկու հարկ վերնահատվածում գտնվում է սրբավայր, իսկ արդեն ներքևի հատվածում դամբարանը։ Այս եկեղեցի է եղել, ասեք որ չկրկնվող է, գեղեցիկ է, այսինքն մի գույն չի, մի քանի գույներ են ու այս գույները հայկական են։ Հիշեք մեր նախշազարդերով գորգերը, հիշեք որմնանկարները, այս գույները միշտ եղել են հայկական ճարտարապետության, հայկական մշակույթի, հայկական եկեղեցաշինության մեջ, ինչ կապված է այն ամենի հետ, ինչ կատարվում է հիմա իմ հոգում ու սրտում։ Եկեք հասկանանք մի բան, երբ թագաժառանգները կամ թագավորները կամ արքաները կառուցել են որևէ սրբավայր, փորձում էին նմանեցնել իրենց խարակտերին, իրենց բնավորությանը։ Եթե ուշադրություն դարձնեք այս կիսավեր հոգևոր կոթողին, կտեսնեք քարերի այս հուժկու հայացքը, ու այս քարերը կպատմեն ձեզ այդ պատմությունը, ինչպիսի թագավորներ են քայլել այստեղ, ինչպիսի հոգևորականներ են քայլել այստեղ։ Մարդիկ, ովքեր հավատալով ապրել են, ովքեր հավատալով թե իրենց հավատին եւ թե իրենց առաջնորդին նրանց ետևից քայլել են։ Դժվար է իհարկե այս ամենը պատկերացնել, առնվազն պետք է ժամանակի մեքենա ունենաս, երթևեկես անցյալ, որ հասկանաս ու տեսնես այս ամենը։ Բայց էլի եմ ասում, այս քարերից նրանց ուժը երևում է, հսկայական է։ Հլստեղ ուշադրություն դարձրեք։ Ահա։ Ու սա ընդամենը մուտքի քարերն են, խնդրեմ, նույնիսկ պատվանդանը, հա։ Ու այս քարերը այո կարող են նկարագրել մեր թագավորներին։ Գավիթ, ենթադրում եմ, այս հատվածում արդեն խորան, երկու կողմերից մուտք դեպի աղոթարաններ կամ ավանդատներ։ Ուզում եմ նաև այստեղ գալուց մեր հետ կլինեք թե առանց, ուշադրություն դարձնեք պատվանդաններին, հիմքին, հա, արմատներին, քարային ծագում ունեցող։ Գիտեք, այս ամենը տեսնելով հասկանում ես, որ այս կյանքում անհնարին ոչինչ չկա։ Երբ այդ մտածելակերպը դաջվում է ուղեղիդ մեջ, դու ամեն ինչ կարող ես ստեղծել, կառուցել, արարել, որովհետև նենց չի, որ ես հիմա բաներ եմ հորինում ու ձեզ պատմում։ Այս ամենը եղել է ու այս ամենը ապացույց է, վառ ապացույց, գունեղ ապացույց ու հայկական։ Ուզում եմ նաև ձեր էքսկուրսիաները
գեղարվեստական լինեն։ Այս տեսարանները տեսնել ու չընկղմվել այս խորության մեջ, այդ ես չգիտեմ ինչա։ Նայեք ինչ սիրուն է։ Կիրճը, լանդշաֆտը, ձյունածածկ գագաթները, փառահեղ։ Ինձ ճիշտ հասկացեք, դուք ոչ թե գալու եք այստեղ հանդիպեք մեր արքաների մասունքներին, գուցե մասունքները այստեղ չլինեն, բայց այն որ կա այդ պատմությունը, այն որ անջնջելի է այդ պատմությունը եւ այն որ եղել են այստեղ այդ մասունքները, դա փաստ է, դա հաստատ է։ Այսինքն ձեր հանդիպումը ֆիզիկապես չի կայանալու, ավելի շատ զգայական հանդիպում է լինելու, զգացողություններով հյուսված։ Այս մեր դամբարանն է, 4-րդ դար։ Եկեք խոսենք բարձրությունից, եթե ես 182 եմ, հետևաբար 2 մետրից ավել բարձրություն ունենք, հանգիստ կարող եք մտնել, կտեղավորվեն մոտավորապես 7-8 անձ, 3 խորշեր ունենք, կամարակապ, ու այստեղի զարդապատկերները են որ շշմելու աստիճան, սիմվոլիկայի հետ կապված զարդաքանդակներ են, որսի հետ կապված թագավորն է, ենթադրում եմ, այս զենքը, հետևաբար նաև կենդանիներ, հա? Բայց դե ամբողջը մոմի հետքերով կեղտոտվել է, այստեղ պտղաբերություն, հա, ոնց որ խաղողի ողկույզներ են եւ պտուղը, այս էլ հավերժության շրջան կամ կենաց ծառ, հա, արմատնա ու ճյուղերն են։ Այս էլ ինչ որ կենթանի որսի տեսարան կամ էլ, չգիտեմ, ինչ որ գերբ։ Թե որսի տեսարան լիներ, ինչ որ մեկն էլ պետք է ստեղ լիներ, հավանաբար գերբ, այստեղ արդեն, չգիտեմ, այս էլ է շատ հետաքրքիր, ուրեմն կամարի ստորին հատվածում է, փականի եմ նմանեցնում, երևի լույսի աղբյուր է եղել, բնական լույսի աղբյուր կամ օդափոխման, հիմա արդեն փակ է։ Մուտքն էլ, տեսեք, կողպեք չենք ունեցել, երևի քարե դուռ ենք ունեցել ու քարով փակել են։ Ու այս քարերի տակ, այս հողում հանգչում են նրանք, ովքեր ոչ միայն իշխեցին, այլ նաև կերտեցին պատմություն, ինքնություն, հավատ, վերևից ավելի լավ է երևում։ Այստեղ էլ աստիճաններ տեսա։ Կարճ ասած, շատերը Արշակունիների դամբարանը նկարագրում են որպես լուր, լքված վայր, բայց ես համակարծիք չեմ, որովհետև այստեղ կա հզոր էներգետիկ դաշտ ու վաղ միջնադարյան քրիստոնեության շրջանի եզակի էկզեմպլյարներ։ Դրանք դարձնելու են ձեր էքսկուրսիան գեղեցիկ եւ հայկական։ Առաջարկում եմ այս պատմամշակութային հնավայրը, արգելոցը դառնա թոփ այցելվող վայրերից մեկը։ Էքսկուրսիան էքսկուրսիայով, բայց քաղցը իրենն ասում է աղցքում։ Չմոռանաք, սիրելի տուրիստներ, որ ձեր ճանապարհորդության մի այսքան մասն էլ կազմում է գաստրոֆանտաստիկան հայկական եւ ես առաջարկում եմ, քանի որ գտնվում ենք Արագածոտնի մարզի այս թևում, դամբարանից մի փոքր վերև Տեղեր վանական համալիրն է։ Նրան կից բացվել է նոր համով վայր գեղեցիկ տեսարաններով։ Կոչվում է Տեղեր վերանդա։ Գնանք համոզվենք, համով են հաց տալիս, թե չէ։ Ըստ այդմ արդեն խորհուրդ կտանք գնալ այնտեղ, թե չէ։ Բարձրացանք։ Ու մենք արդեն տեղում ենք։ Կրկին ու նորից բարի ողջույն։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել տարածքին։ Այն որ կոկիկ, մաքուր, լուսավորություն ունենք, դիմացը ֆանտաստիկ Մասիսի տեսարան ունենք,
կարող եք դուրս գալ պատշգամբ եւ տեսնել, եթե ուզում եք գեղեցիկ ֆոտոներ ստանալ այս աստիճաններից։ Կարող եք սնվել եւ բացօթյա եւ փակօթյա, ավելին, գրիլի հարմարություն կա։ Կարող եք ընկերներով նստել, պատրաստել ու զրուցել։ Չմոռանաք, որ անմիջապես տեղեր վանական համալիրի հարևանությամբ է։ Այստեղ նույնպես ունենք տաղավարներ, կարող եք հանգիստ նստել ու վայելել գյուղական արդար համով սնունդ։ Մոռացա հիշեցնեմ, որ ավտոկայանատեղի խնդիր չունենք, դե իսկ դռնից այն կողմ արդեն մեծ սրահն է, այստեղ կարող եք անցկացնել ձեր կորպորատիվ միջոցառումները, ընկերական եւ ընտանեկան հավաքները, տեղավորվում են 60-ից 70 անց, բայց այն ռուսը ոնց է ասում, ֆիշկաներից մեկը տեղեր վերանդայի այդ պատշգամբն է եւ պատշգամբից բացվող այս գեղարվեստական խորությունը։ Այ էսա, հասկանում եք իմ սիրելի հայաստանասերներ։ Այս տեսարանն է, որ ձեզ բերելու է 1800 եւ ավել մետր բարձրության վրա։ Օդը այստեղ մաքուր է, տեսարանը, այն որ դե իսկ խոհանոցն էլ վարկյաններ անց։ Տեղեր կան, որտեղ պատվերից պետք է սպասես մոտավորապես 30-ից 40 րոպե, իսկ տեղեր վերանդայում պատվերից սպասում ես մոտավորապես 10-ից 15 րոպե։ Չանցած 10-ից 15 րոպե մեր սեղանը, ինչպես տեսնում եք, առատ է։ Այ հիմա առաջարկում եմ ինձ թևանցուկ լինել ու սկսենք մեր գաստրո ճանապարհորդությունը։ Սկսենք տեղեր ֆիրմային աղցանից, տեսքը գեղեցիկ է, ձևավորումն էլ է շատ գեղեցիկ, ուրեմն ինչ ունենք, սերուցքային սոուս, մեր դաշտերի հարստությունը, ավելուկ, չրեղեն եւ հունական պոպոկ։ Այն որ կերուսուս, սովորաբար երբ սեղանին դրված են գեղեցիկ ձևավորված տաք, սառ ուտեստներ, աղցաններ, խորտիկներ, թվում է թե գնային քաղաքականությունը պետք է լինի հո, չէ, տեղեր վերանդայում, այն որ միջին գները։ Իմիջայլոց, եթե ուզում եք ձեր կորպորատիվ հավաքները լինեն օրիգինալ, չկրկնվող, տարբերվող, նկատի ունեմ տեսարանը, նկատի ունեմ աուրան, ատմոսֆերան, խոհանոցը, համերը, գույները, եկեք ու անցկացրեք այստեղ։ Ես որպես թրծված մասնագետ հաստատապես խորհուրդ եմ տալիս ու տնօրենն էլ այնքան բարի մարդ է, որ կարող եք բանակցել կապված զեղչային ճկուն համակարգի հետ։ Այդ տեսեք ինձ աչքով է անում այս տաք ուտեստը, մեր հաղորդման գործընկեր Զանգեզուրի թրջնաֆաբրիկայի թրջնամսով է պատրաստված, սովորաբար ոնց է վերանդայում տնական հավով են պատրաստում այս ուտեստները, բայց քանի որ մեր հաղորդման գործընկերն է, մենք էլ խնդրեցինք շեֆ խոհարարին, որպեսզի այս թրջնամսից պատրաստի, առաջարկը ընդունվեց, չմերժվեց, ինչի համար բնականաբար ես երջանիկ եմ։ Տեսքը այն որ խոստումնալից է, դակ, այնքան սիրուն է զարդարված, մարդ վախենում է մի կտոր տեղափոխի մեծ ափսեից սեփական տարածք։ The first փորձենք մեր լեռների գեղեցկուհուն հասկանանք։ Ըմբռնենք, ընկալենք, ընդունենք։ Լինում է, չէ, երբ օրինակ ձուն լցնում են կանաչու վրա շատ զանգվածով ու կանաչու համը այդտեղ տուժում է, բայց այստեղ շատ քիչ է այդ ձուն ու կանաչու համը ոնց որ տենց դոմինանտ է, ինձ դուր է գալիս այս տարբերակը, կանաչին հեշտ անջատվում է, այսինքն ձուն խոչընդոտ չի։ Անցանք թրջնամսին, ես եթերային օրենքները չեմ սիրում շրջանցել, բայց ձեռքով առանց պատարակախ դանակի ավելի համով է։ Իսկ այս անմիջականությունը տեսախցիկից մեր սեղան, մեր սեղանից ձեր սեղան, ինձ թվում է ձեր դուր գալիս է։ Ու նենց չի, որ չի պատահում ձեզ հետ։ Ռեստորաններում դանակը մի կողմ եք դնում, պատարակախը մի կողմ եք դնում, ու քանի որ թշնամիսը շատ համով է, սկսում եք վայելել։ Ինձ թվում է, այս մեր շեֆ խոհարարը կախարդական փայտիկ ունի։
ու այդ կախարդական փայտիկը օգտագործել է յուրաքանչյուր ուտեստը պատրաստելիս, որովհետև այս համային պատմությունը հիշողությանդ մեջ մնում է։ Ես չգիտեմ ինքը ոնց է արել, բայց ֆիքսվում է ուղեղումդ։ Ու դու շարժվում ես այդ համի հետևից։ Սուսպուս։ Վերջնա։ Հաջորդ կանգառում մեզ է սպասում Չախոբիլին։ Չախոբիլի թե Չախոբիլի։ Եվ Չախոբիլի։ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում ու տարբեր level up ռեստորաններում փորձել ենք Չախոբիլի, բայց երբեք չենք հանդիպել չորահացով։ Տեղեր վերանդայում չորահացով է, իսկ սա ձևական դրված չի այստեղ, սա պետք է անպայման փորձել ու այս սոխառածը անպայման։ Զգացիք թանձրուկը այդքան ջրիկ չէր, մի քիչ տենց պինդ զանգված է։ Այ օրինակ պամիդորի քիչ արկայություն ինձ դուր եկավ։ Չորահացնել են, որ լրացնում այս ամեն ինչը։ Մի փոքր նաև ուզում եմ խոսել չափաբաժիններից, ոնց տեսնում եք, սեղանին զգացվում է այդ առատությունը, այսինքն այս առատությունը նաև փոխանցում ենք տեսախցիկի մյուս կողմը։ Մթերքը գյուղական է, կան նաև այնպիսիք, որոնք պատրաստվում են հենց տեղում։ Այդ ղավուրման է, այդ մսի տեսականին է ու այդ նույնիսկ մանանեխն է։ Իսկ մնացածը գյուղից, առաջին ձեռքից դեպի ձեր բերանի ապարատ։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի տուրիստ, մեր հաղորդումը մոտեցավ իր տրամաբանական ավարտին եւ ես շատ ուրախ եմ, որ այս ճանապարհորդական երթուղին կարող է մտնել ձեր հոգու խորքը։ Այցելեք Արագածոտնի մարզ, տեսեք մեր պատմամշակութային արժեքները, համտեսեք մեր գյուղական ազգային խոհանոցը, ինչպես նաև չմոռանաք հոգևորի եւ հյուրանոցային մշակույթի մասին։ Կհանդիպենք շատ շուտով Face Control հեռուստացարակի շրջանակներում ու չմոռանաք, որ հետայսու ձեր ճանապարհորդությունները առանց տեսախցիկի մեզ հետ դառնում են իրականություն։ Ցտեսություն։ Ես գիտեմ, որ այս կամպոտն էլ է չէ ստեղ պատրաստվում։ Հաստատ։